Հովհաննիսյանի երթմնականության արարողությունը։ Դուք որպես քաղաքացի ինչ կսերում եք, այսօր բանից սկսած ինչ-որ բան Թե ազնիվ մարդ է, ես նախագահի հետ չեմ մամադում, ազնիվ մարդ է, ուրիշ ինչ ասեմ, այդքան բան է գիտեմ։ Ինչ կփոխվի այսօր բանից։ Շատ բան կփոխվի։ Սա իր մոտը Գալու Սահակյաններ չի պահի, Շախնազար Նուրով չի պահի, ինչ ասեմ։ Այնտեղ ինչքան ձերակերներ կան, Խոսրով կամ Գեղամյան։ Այսինքն մինակ ամենալու։ Այդից դրա համար եմ ես անգլկալում, որ ազնիվ մարդիկ են։ Անգլկալում ենք արմատական հեղաշրջում։ Դա։ Տեսեք, Ռաֆի Հովհաննիսյանը առաջարկությունները։ Որ երկիր լինի օրինական։ Դա իրավական երկիր լինի։ Եվ ոչ թե անարխիա։ Մինչև ինչքան կձգվի շարժումը ձեզ, Ինչքան ձգվում ենք ձգողների կողմ ենք։ Դուք ինչ կասեք, որպես քաղաքացի, ինչ ակնկալիքներ ու հույսեր ունեք։ Հույսերս գամ շատ մեծ է, որ ցանկություն ունեմ Ռաֆի Հովհաննիսյանը ընտրվի, բայց սրանք թույլ չեն տալի, հրաժարական չեն տալիս։ Պետք է թեն հույսերով ապրենք, գնանք, կանք, շարժումը անենք, ամեն մեկս մեր կողմից պաշտպան կանգնենք, տեսնենք։ Կարևոր արժեզրկումն է։ Այո։ Ես Ռաֆի Հովհաննիսյանին շատ գոհ շնորհակալ եմ։ Երբ որ ինքը իր տեխնատությունը դեռ չէր դրել 2007 թվին, ես փողոցում էի մնացել, մոտեցել եմ իրեն, ասել եմ 600,000 ինձ փող ա տվել, որ ես վարձով ապրեցի եւ բնակարան ստացա իր շնորհիվ եւ մի օր գնացի իր բանը կուսակցություն ասի խոնարհվում եմ քո առջև, որ դու համ ինձ օգնեցիր, համ էլ քո շնորհիվ ես բնակարան ստացա։ Ինչ եք կարծում, իշխանություններ ինչ-որ զիջումների կգնան ըստ ձեզ։ Ախր էնի հավատալու բան չի։ Եթե մի ղեկավար բոյ չունենա, խելք էլ չունենա։ Անխելք, անխելք։ Պատրաստեք մինչև վերջ կամ։ Այո, մինչև վերջ։ Թեկուզ Ռաֆինի չի օրինակ եմ ասում, օգնատեր չլեր, ես մինչև վերջ, ինձ տանեն գյուլեներ կկանգնեմ իրա կողքին։ Եթե ես ղեկավարը ասում էր Հայաստան առաջ, դրա մի հատ Հայաստան առաջ տեսանք մենք։ Հայաստան ապահով, երեք չեմ իսոր մի հատ Թվիդայինի թաղեցին, են էլ հերոս տղա կրվող։ Դա էլ ինչ կասեցին, քանդում Անգամ գյուղապետ ա եղել այդ Մուրադը։ Դուք ինչ ակնկալիքներ։ Ես ակնկալիքներ որ 5 տարի քանդելը նորից պիտի քանդի, աթողը չի տա շատ հանգիստ։ Ռաֆի Հովհաննիսյանը իսկական հայ է, իրացպես չի, նրանք հայ չեն, նրանք ինչ հայ են, նրանք ազգի դավաճաններ են, բացարձակապես։ Այսօրվա օրվանից սկսած ինչ-որ բան կփոխվի ըստ ձեզ։ Դե սրած մինչև ճակատը ինչ խփես չի փոխվի։ Լավ, մասին եւ ինչ ակնկալիքներ եք Ռաֆի Հովհաննիսյանից։ Այսօրվա երթմնականության։ Դա ուրիշ մարդիկ էլ խոսա, ես խոսած լավ չէ։ Ակնկալիք ինչ-որ հույսեր ունեք։ Հա իհարկե ես ինքներս հա մեզնից ու լավ կլներ որ ժողովրդի ասեն գիտակցության մակարդակը այնքան լիներ որ լավ պաշտպանեին Ռաֆի թիկունքին կանգնեին ու ասենք որպես պարտք էլի այս ոբշի մեր պետության առաջ ու բանը բայց ես չեմ հասկանում էլի մի քիչ են ժողովուրդը որ մարդիկ չհասան էլի այդ չեն հասնում կարծես թե չէ դե գիտակցության այդ մակարդակը ոնց որ չեղավ որ ամբողջ ժողովուրդը կանգնի բայց կարծում եմ ովքեր որ եկել են արժանի են էլի որ Ինչ եք կարծում շարժումը ինչքան կտևի եւ ինչքան կարող է ձգել եւ պատրաստ եք մինչեւ վերջ լինելու ազատության հրապարակը։ Ես անդամ պատրաստ եմ մինչև վերջ լինելու, շարժումն էլ կտևի այնքան ժամանակ, մինչև ինչ-որ խանդավառված մարդիկ լինեն, որ այս երկրում փոփոխություններ լինեն ու ընդ որում արդարության ոչ թե ինչ-որ շահերի, քաղաքական շահերի ինչ-որ բախման մոտիվներով, այլ ինչ-որ արդարության, վերջապես ինչ-որ նորմալ պետություն ստեղծելու Իշխանությունները կգնան զիջումների ձեզ։ Չեմ կարծում, որ իշխանությունները գնան զիջումների, որտեղ իշխանությունների մեջ չկա այդ ինչ ասեմ, դա խղճի տարը բացակայում է իշխանությունների մեջ, իրանք ամեն ինչ անում են, որ պահպանեն
իրանց իշխանությունը ու այդքան մարդկայնություն դժվար է սպասել մեր իշխանություններից։ Քայլեր եք ակնկալում Բաղդասարյանից, ինչ կուզեիք, որ նա աներ, ինչ քայլեր աներ, որ հաջողության հասներ շարունակի։ Մի քիչ համախմբելու ջանքերը ավելի շատ լինեին, ավելի չմարելու, որ ասենք չմարի, շարժումը չմարի ու ինչ-որ գործողություններ, իսկապես ինչ-որ պահանջներ ու այդ պահանջների իրականացման հետևողականություն, ինչու՞ չէ, մարզպետներին, որ պահանջեց ինքը մարզպետներ նշանակել, դա շատ լավ պահանջ է, կարող է եւ եթե դրան հասնեն, էլի վատ չի լինի, այսինքն ինչ-որ թեկուզ ինչ-որ փոքր մասշտաբի, բայց լուրջ փոփոխություններ, որովհետև մեր մոտ չնայած դա փոքր մասշտաբի, չի թվում թե այդպես փոքր մասշտաբի է, բայց բանը ինչ-որ լուրջ առանցքային ինչ-որ փոփոխությունների պահանջ ու հետևողականություն, որ այդ փոփոխությունները լինեն։ Փոփոխություն վերականգնում։ Շատ ակնկալիքներ ունենք, արտարություն, այս երկրից հոգնել ենք, այս պետությունից հոգնել ենք արդեն։ Միացում, բոլորը կան միանան, կուսակցությունները։ Ինչ եք կարծում, իշխանությունները զիջումների կգնան։ Չեմ կարծում։ Այդ ո՞նց եք պատկերացնում հաջողության հասնելը։ Թե ընթացքը ցույց կտա։ Ընթացքը ցույց կտա։ Երեք որ եկել եք ոչ ընդոտվել հանդիպել եք։ Չէ, ոչ։ Ճանապարհը բաց է եղել։ Ներկա որ մարդկային խելքով, մարդկային հաշվարկներով չի եղնում։ Ստե եթե Աստված մի գործի մեջ կա, նշանակում է այդ գործի մեջ արդեն հաղթանակ կա։ Դեռ պատերազմի մեջ զորավորը Աստված է։ Պատահական չէ առավոտպես քրիստոնյա մարդն է սուրբ պայքար առաջնորդում։ Ռաֆի Հովհաննիսյանից որևէ քայլեր ակնկալում եք, որ հասնեք հաջողության այս բանակայում։ Ինքնըստինքյան մեծագույն երաշխիքը Իրանով է։ Այստեղ ուրիշ շանս չկա, ուրիշ տարբերակ վայրան չկա։ Եթե այս մարդը կարողացավ այս ինչ ասեմ, այս խավարի պայմաններում այսքան ձայն ժողովուրդը տվեց իրան ինքնաբուխ ձևով, ոչ մի կազմակերպչական բան չի եղել, ոչ մի հզոր կուսակցություն ինքը չի եղել։ Դե հենց ինքնըստինքյան նշանակում է Աստծո ձեռքն է այս գործի մեջ։ Աստծո առաջ ոչ մեկը չի կարող դիմանալ։ Իսկ պատահական չէ նաև իր այդ հացադուլը, դիք զոհաբերություն է, որ զոհաբերություն նույնիսկ Աստված չի անարգում, անպայման անպատասխան չի թողում, պատասխան ունի։ Եվ չմտածեն այս իշխանությունները, թե իրանց ցինիզմը, անբարտավան, աներտուղ, սանձարձակ իրանց նիստուկացը, իրանք են երկրի տերը, իրանք են աշխարհի տերը, ժողովրդի տերը Աստված է։ Երկրի տերն էլ է ինքը, թագավորների թագավորն է։ Ես նախանցած տարվանից եմ իր կողքին եղել, ես քրիստոնյա մարդ եմ, ես քաղաքական հոսանքների մեջ չկամ, բայց բուն իր քրիստոնեական կերպարանքը ինձ մեծ հավատ է ներշնչում, որ իսկապես ասիկ Աստծուց ուղարկված մարդ է, պատահական չէ իր թատերաբեմում հայտնվելը, եթե իր հետ մենք հույսեր չկապենք, եթե մենք իր այս արտարությունը ազնիվ քրիստոնեական կերպարանքը չճանաչենք, նշանակում է մենք էլ ենք սրբապիղծ ինչ-որ այս իրան ընդդիմացող խավարի ուժերը։ Դակուրեմ, հույսերս մեծ են, որ այսօր եկել հասել եմ ստեղ, բնականաբար հույսեր ունեմ։ Ես Շենգավիթ համայնքից եմ եկել, ուրեմն մեծ հույսեր ունենք կապված այսօրվա հետ ու հավատում եմ, որ ժողովուրդը պետք է հասկանա, որ էս է մեր ապագան, այսօրվանից հետո արդեն պետք է դեպի լավը կերտվի։ Բնականաբար ռեժիմին ոչ ասելու ենք եկել, ավելի շատ, քան ասենք եկել ենք Ռաֆիին պաշտպանելու, բոլորիս նպատակը մեծ մասի, այո, եկել ենք մենք մեր քվեն պաշտպանելու եւ ռեժիմին ոչ ասելու համար։ Ուրիշ ինչ հարց էիք դեռ։ Դե դա գիտեք ինչ իրավիճակ է ինձ թվում է կգնահատի այդ ամեն ինչը, դեռ վաղ է խոսել այդպիսի բաներից, քանի որ կարող է միգուցե համայնքը այնքան ասենք զորեղ լինի, կամքի թելադրանքը, որ ասենք մեկ էլ տեսար, ասենք իրենք հրաժարական տվեցին,
Չնայած ինչ-որ միտեղ կասկածում եմ դրանում, բայց չես կարող ասել այն, ինչ դեռ չի եղել։ Կարծում եմ պարտավորված։ Համակարգային միանշանակ, համակարգային փողզիջումներ։ Միանշանակ համակարգային փողզիջումներ պետք է լինեն, որ հասնենք արդյունքի։ Այս դրոշի վերաբերյալ էլ կարող եմ ասել, սա 88 թվի շարժման մասնակից դրոշ է, իմ հորեղբայրը 90 թվականի մարտի 22-ին զոհվել է Մեղրիի Վադիում, 107 դրոշ է սա, մարտական, իր դրոշն է։ Հիմա ես վեր բարձրացած պահում եմ, քանի որ սա համարում եմ համազգային շարժում։ Ես սա չեմ համարում քաղաքականություն, կարող եմ ասել նաև ինքս զինվորական եմ, թեպետ արդեն գրել եմ հրամանը դուրս գալու, բայց դեռ հրամանս չի եկել, բայց ես այսօր այստեղ եմ, որովհետև ես ազգիս համար եմ երդում տվել և իմ հայ ժողովրդի համար և պետության համար, ոչ թե ինչ-որ չինովնիկների, որոնք զավթել են մեր երկիրը և մեզ հալածում են, և արտագաղթ է տեղի ունենում, ես նաև նրա համար եմ եկել, որ կանխեմ այդ արտագաղթը, քանի որ 88 թվի շարժումը իզուր չէր, այն տղաները, որոնք գնացին, զոհվեցին հանուն հայրենիքի, նրանց արյունը իզուր չի թափվել, ու ես պատրաստ եմ, թեպետ հորեղբորիցս 4 տարի երիտասարդ եմ այս պահին, բայց ես պատրաստ եմ մինչև վերջ գնալ։ Ազիզ ջան, իմ հետ մի խոսա, Շամշադինից Իրաք է, ես քաղաքից եմ։ Ինչ ակնկալիքներ ունեք այսօրվա երկրորդ հանրահավաքությունից եւ ինչ կփոխվի ձեզ վաղվանից սկսած։ Գիտեք, ես արդեն ամսինգի հանրահավաքում իմ դիրքորոշումը ձևակերպել եմ այսօրվա կապակցությամբ։ Ես այսօր իմ ընտանիքով եկել եմ այստեղ ասելու, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան անունով չեմ ճանաչում, չկա Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել, չունի եւ չի ունենալու Սերժ Սարգսյան անունով նախագահ։ Եթե ջրցան հետ մեքենաների հետևում իրենք ուզում են ինչ-որ գործողություններ անեն, հա, դա իրանց խնդիրն է, բայց Հայաստանի Հանրապետությունը այստեղ հավաքված մարդիկ եկել են ասելու, որ իրենք Սերժ Սարգսյան անունով նախագահ չունեն։ Ես ոստիկանությանը խորհուրդ եմ տալիս ուշադիր կարդալ իր հայտարարությունը, եթե իրենք հասկանում են իրենք ինչ են ասել, թող մարդկանց նույնպես բացատրեն, թե ինչ է այնտեղ դրված, որովհետև դա բացարձակապես իրավական եւ որևէ բովանդակությունից զուրկ հայտարարություն է։ Գիտեք ինչ, ես այսօր մենք չենք եկել, մենք այդ իշխանությանը չենք ճանաչում, Սերժ Սարգսյանի իշխանությունը չեմ ճանաչում, ես, մենք, նենց որ իր գործողություններով մենք այդքան հետաքրքրված չենք, մենք հետաքրքրված ենք մեր քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշմամբ եւ այնքան ենք կանգնելու այդ դիրքորոշման վրա, մինչեւ Հայաստանում հաստատվի օրինական իշխանություն։ Արդյոք եմի մեկ երկու մարդիկ Ես տեղյակ չեմ այդ հարցան մասին։ Լավ, ինչ է հասնեք հաջողության հասնել թե ոչ ձեզ։ Արդյոք տվեց ձեր այս հանրահավաքները, աշխատանքները, որպեսզի հասնեք հաջողության։ Ես կարծում եմ հաջողությունը փետրվարի 18-ին է եկել։ Ես կարծում եմ հաջողությունը փետրվարի 18-ին է, որ եկել է եւ այս հաջողության շարունակությունն է սա ընդամենը մեկ հանգրվան եւս։ 3-4 օրը։ Ճանապարհին մի քաղաքացու հետ կապված խոչընդոտ եղավ, որտեղ անընդհատ ոստիկանությունից զանգում էին, արդյունքում այդ քաղաքացին ճանապարհին վերադարձավ եւ որ խոստացել էր հաջորդ օրը գալ, այդպես էլ չեկավ, ճիշտ ասած։ Եվ բացի այդ էլ մինչև երթը դռնեդուր ծրագիր էին իրականացրել ոստիկանությունը եւ այն քաղաքացիները, ովքեր ցանկություն էին հայտնել այդ երթին մասնակցել, մի մասը հրաժարվել էր։
քաղաքական ուժերը, որոնք աջակցում են ժողովրդի մեծամասնության պայքարը, իրենք այստեղ պետք է լինեն, անկախ նրանից իրենք մասնակցում են երդմանարողությանը, թե ոչ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես ենք պատկերացնում մեր պայքարը, արդյոք բոլորով ենք պայքարելու, թե մի մասը պայքարելու է, մի մասը սպասի այդ պայքարի արդյունքները։ Եթե մեր քաղաքացիների մեծամասնությունը ինչպես քվեարկեց, այնպես էլ պայքարի միանշանակ առ ժամանակ հետո Հայաստանում արմատական փոփոխություններ են լինելու։ Հակառակ պարագայում արտագաղթը շարունակելու բոլորը պրոբլեմ են ունենալու, եւ փոքր ու միջին բիզնեսը, եւ խոշոր բիզնեսը, եւ աշխատողը, բոլորը միանշանակ պրոբլեմ են ունենալու, որտեղ շուկա չունեն այլևս։ Գոհացնելու կամ չգոհացնելու խնդիր չկա։ Նախ այսօր այնպիսի իրավիճակ է, որ նույնիսկ մարզից Երևան գալը, անկախ նրանից թույլատրել են փողոցները բաց է, փակ է ճանապարհները, տրանսպորտային միջոց կա թե չկա, միևնույն է սոցիալական որոշակի խնդիր է առաջացնում։ Այնքան է աղքատացել ժողովուրդը։ Գումարած դրան հիմա մենք անընդհատ լսում ենք, որ ինչ-որ հատվածներում ճանապարհներ են փակվում։ Ամենայն դեպս ես կարծում եմ այս պայթությամբ սա բավականին թիվ է։ Շատ հուզմունք ենք ապրում, որովհետև տոնական է այսօր և մեր ժողովրդի հետ միասին մեր հռչակման, նոր Հայաստանի հռչակման օրն ենք այսօր եկել և հռչակման համար երդվելու և նաև տոնելու շատ կարևորում եմ և կարծում եմ, որ ամենակարևորը այն է, որ մեր հասարակության, մեր ժողովրդի մտքի մեջ է տեղի ունեցել փոփոխություն և այսօր մենք հենց այդ փոփոխության հիմքն ենք տոնում, որ այլևս մենք մեծ, ազատ, միացյալ Հայաստանի քաղաքացիներ ենք, այլ ոչ թե փոքր։ Այսօրվանից և վաղվանից կսած ժողովրդի կյանքում ինչ կփոխվի։ Արդեն փոխվել է, փետրվարի 18-ից, երբ մենք մեր ազգի մեծամասնությունը, գերակշիռ մեծամասնությունը հայտնեց, որ այլևս չի ցանկանում ապրել ոչ ազատ, ոչ անարդար երկրում այլևս չի ցանկանում ապրել, արդեն փոխվել է։ Մենք հիմա այսօրվանից և նույնիսկ երեկվանից կառուցում ենք նոր Հայաստան։ Հայաստան, որը լինելու է մեծ վերադարձի Հայաստան։ Այո, ծանոթ եմ, ոստիկանությանը ուղղակի զգուշացնում ենք, որ եթե տեղի ունենան որևիցե ապօրինություններ, ապա հեղինակները իրենք են, եթե տեղի ունենան սադրանքներ, ապա նրանք կամ իրենք են սադրելու, կամ պետք է կանխեն բոլոր սադրանքները։ Ձեր Սարգսյանի երդմանարարությունը շատ կուսակցություններ մեծ վերեթեփողը չեն մարդում, ուղղակի Սերժ Սարգսյանին մենք հորդորեցինք գալ այստեղ ազատության հրապարակ, ժողովրդի հետ կիսել այս ուրախությունը, ինքն էլ դառնալ հիմնադիրը այս նոր Հայաստանի, մեր նոր երկրի, սակայն եթե չի ցանկացե մեղքը իրենն է։ Մենք նորից մինչև այսօր կարող ենք իրեն նաև համարել, բայց եթե չի ցանկանում, արդեն նորից եմ ասում, մեղքը իրենն է։ Ինքը մեղսակից է բազմաթիվ ապօրինությունների, այս վերջինն է, որը ինքը ցանկանում է իր վրա վերցնել։ Մենք նորից հորդորում ենք վերջ մնալ ապօրինությունից և զերթումից։ Գիտեք ինչ, ես չգիտեմ, այստեղ կուսակցության խնդիրը չէ, այստեղ մեր ազգային և նորից եմ ասում, մեր միացյալ հայրենիքի, մեր քաղաքացի լինելու խնդիրն է։ Պատմած
Ինչի սկսեմ Ինչ տրամադրությամբ եկել ինչ ակնկալիքներով։ Սիրով ես եկել եմ իմ ամբողջ նպատակը, սպասելիքը ամեն ինչ այսօրվանից է կախված։ Ես եկել եմ այդ հեռանկարով եւ հույսով, որովհետեւ այս իշխանությունները վաղուց իրենց ապականել են։ Ժողովուրդը չի սիրում իրենց, չի անդուրժում, իրանք էլ ժողովրդին են ատում, չեն մնացել ստեղ, ինչ են կորցրել, չեմ հասկանում, հիմա էլ հավաքվել են, ես բոլոր տեղերը պղծեցին, գնացել են Ծիծեռնագաբերդի Սուրբ Սարն են պղծում, հիմա անդեղից գարշահոտությունը, այդ լերը բռնելը, էլ տոշկա չկա Հայաստանում, դա վերջի կետն է նրանց, այդ կետն էլ են պղտորում ավերում, որովհետև չգիտեն Աստծո խոսքը, ոչ Աստծուց են վախենում, ոչ ժողովրդից, դրա համար ես նագլի են, աներես են, ամեն համառությամբ դիմանում են, ճանկերով պահում են այդ աթոռները, որովհետև աթոռների տակ իրենց գանձերն են, իսկ Աստված ասում է, որտեղ գանձերն են, ընդեղ էլ նրանց սրտերն են, դրանք էդ են եղել, ու ուզում են կրծել այս երկիրը, բայց չենք տա հնարավորություն, մեր թորների ապագան նրանց ձեռը չենք թողի, մեկը դուշեք բոլորին։ Մենք հայ ենք, մեզ հայ են ասում, մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, այնպես որ մենք գիտենք ազնվություն, մաքրություն, մենք ուզում ենք մեր երկիրը, մեր երեխեքը լավ ապրեն, մեր երեխաները չթողնեն հեռանան Հայաստանից, ինչ ասեմ, ամենալավ բաներն եմ ցանկանում, այսօր կանգնած եմ այստեղ պայքարում եմ հանուն մեր երեխաների։ Որ մենք ապրում ենք բռնատիրական հասարակարգում, ինչու են փակել ճանապարհները, ինչու են մարդկանց խեղդում, ինչու չեն ուզում ազատ խոսեն, արտահայտեն, գան իրեն ձայնը տան մեր սիրելի Մեկներ տուրիստներ, հավաքներ գնացեք այս երկրից, ինչ եք ուզում, կերակ այս երկիրը, բոլոր տեսակ խլուրդներ, շնորհակալ ենք, սա գազանանոշի, սա Հայաստանն է։ Ես այստեղ եմ, քանի որ ես այստեղ ցանկանում եմ ապրել, իսկ այս երկիրը գնալով բռնապետության է վերաբերվում, հիմքերը կան, եւ ես չեմ ցանկանում, որ իմ երեխաները բռնապետությունում ապրեն։ Դրա համար այստեղ եմ։ Հույս ունեք, որ բռնապետությունը տապալվի եւ հեղափոխություն կլինի այսօր։ Այո, հույսը վերջինն է մեռնում։ Կարո աղջիկներն են։ Ոնց է գնահատում այսօրվա ինչ սպասումներով, ինչ ակնկալիքներով եւ ինչ խնդիրներ են արտացել է հայ ժողովուրդը, կարծում եմ բոլորս ենք տեսնում այս տոնական տրամադրությունը հայ ազգի, քանի որ հրապարակում գտնվում են ոչ միայն երևանցիները, ինչպես տեսնում եք, որ Հայաստանի բոլոր մարզերից մարդիկ եկել են։ Ցավոք սրտի, այս պահին էլ խոչընդոտներ կան ճանապարհներին, մարդիկ չեն կարողանում Երևան մտնել։ Կոնկրետ այս պահին աշտարակի խճուղին փակել են։ 200 հոգի Գյումրիից մնացել են ճանապարհի վրա։ Հիմա պետք է շատ օպերատիվ գնանք, որ մարդկանց կարողանանք հնարավորին չափ ամփոփցանք տեղափոխենք Ազատության հրապարակ։ Հավատ, հույս, ամենակարևորը,
Ռաֆին այսօր կասի այն ինչ որ մենք բոլորս ուզում ենք լսենք արդեն տարիներ շարունակ։ Գործնական քայլը հաջորդ որը կլինի, որովհետև Սերժ Սարգսյանն էլ այնտեղ է երթնակալության արարողության պատրաստ։ Ժամը 6-ին գործնական քայլերի մասին պարոն Հովհաննիսյանը ամեն ինչ կասի։ Երեկոյան ժամը 6-ին։ Անհետեթություն։ Ժողովուրդը իր ազատ կամքի դրսևորումն է այստեղ ցույց տալիս, արտահայտում է իր վերաբերմունքը, այդ թվում նաև այս բոլոր հետընտրական պրոցեսների նկատմամբ եւ այն, որ ընտրել են Ռաֆին։ Ընդամենը